Բարի լույս, բացեք երկրորդ օրենք գրքի 11-րդ գլուխը, այնտեղ հետևյալն է գրված. Այն երկիրը, ուր դուք մտնելու եք ժառանգելու համար, նման չէ եգիպտացիների երկրին, որտեղից դուրս եկաք։ Մի երկիր, ուր սերմը ցանում են ու ջրում ոտքերով, որպես թե բանջարանոց լինի։ Այն երկիրը, ուր դուք պիտի մտնեք ժառանգելու համար, լեռնային ու հովտային երկիր է, այն ոռոգվում է երկնքից թափվող անձրևով։ Դա մի երկիր է, որը քո Տեր Աստվածն է խնամում, տարվա սկզբից մինչև տարվա վերջը քո Տեր Աստծո աչքը միշտ նրա վրա է։ Եթե ուշադրությամբ լսես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ, այն է՝ սիրես քո Տեր Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ հոգով ու քո ամբողջ էությամբ, ապա նա ձեր երկրին կտա ըստ ժամանակի պահանջվող առաջին ու վերջին անձրևը, որպեսզի կարողանաս ամբարել քո ցորենը, գինին ու յուղը։ Սիրելիներ, այս պատգամը Իսրայելին է ուղված, այն երկիրը, որը Տեր Աստված տալիս է, ինքն էլ խնամում է։ Այսօրվա հոգևոր նախաճաշը վերաբերում է հետևյալին. Տերը խնամում ու պահում է ոչ միայն մեզ մեր ապրումի մեջ, այլ նաև այն երկիրը, որտեղ մենք ապրում ենք, որովհետև հողը նույնպես Տիրոջ պարգևն է, որովհետև արարչությունը Տիրոջ պարգևն է։ Սիրելիներ, եկեք դառնանք մեր Հայաստան աշխարհին։ Արդյոք Տերը չի պահում Հայաստանը։ Չնայած այն հանգամանքին, որ ես իմ անձնական կարծիքով մտածում եմ, որ մենք դեռ ամբողջությամբ արժանի չենք այն հողին, որ Տերը մեզ պարգևել է։ Որովհետև մենք ինքներս ոչ խնամում ենք այդ հողը, ոչ կարողանում ենք ավելացնել, ոչ կարողանում ենք ավելի լավը դարձնել։ Հակառակ դրան աղտոտում ենք, փճացնում ենք, օգտագործում ենք ոչ ճիշտ նպատակի համար եւ վերջում ուզում ենք, որ այդ հողը մերը լինի, մենք կարողանանք այդ հողի հետ լավ լինել։ Այդպես չի կարող լինել։ Եվ Տերը այսօր խոստանում է ասելով, որ այն երկիրը, որ ինքը տալիս է, ինքն էլ խնամում ու պահում է։ Հետևաբար, սիրելիներ, Աստված կխնամի եւ կպահի մեր երկիրը մեզ համար, եթե մենք պահենք Տիրոջ պատվիրանը եւ հավատարիմ մնանք Տիրոջ խոսքին, որ այդ պատվիրանի միջոցով ուղղվում է մեզ։ Թվում է, թե շատ բան չկա անելու, բայց կա մի հսկայական բան անելու։ Տիրոջ հետ խոնարհաբար ճանապարհ անցնելու այն երկրի վրա, որ Տերը պարգևել է մեզ։ Ուրեմն, սիրելի հայեր, սիրելի քրիստոնյաներ, մեր հայրենիքը Տիրոջ պարգևն է մեզ։ Եվ եթե կուզենք, որ այդ հայրենիքը բարոր լինի, զորացած լինի, ավելի պայծառացած լինի, ավելի լավը լինի, պետք է Տիրոջ պատվիրանը թիվ 1-ը դառնա մեր կյանքի մեջ, մեր համազգային կյանքի մեջ։ Այս դեպքում այն երկիրը, որ Տերը պարգևել է մեզ, իսկապես կվերածվի նորից դրախտավայրի։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիդ։